որ Հայաստանի Հանրապետությունը անկախ է, որտեղ մեղրին Հայաստանի Հանրապետությանն է։ Հայաստանի Հանրապետությունը անկախ է, որովհետև չի դարձել ինչ-որ երկրի ծայրագավառ։ Հայաստանի Հանրապետությունը անկախ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունն ունի միջազգային ճանաչված սահմաններ։ Եվ Հայաստանի Հանրապետության սահմաններին, որ ասում եք զոհեր տարի կես, 2 տարի զոհ չի լինում, ես մի բան ասեմ, որ այո, Հայաստանի Հանրապետությունը գնում է խաղաղության եւ հասկանում եմ նաեւ ընդդիմության շաքարի բարձրացումը, բայց ինսուլին տվողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որը վստահաբար ձեզ չի տալիս։ Այս այդ մասով։ Ես ուզում եմ մի երկու բան ասել երեկվա այստեղ հնչած մտքերից, բայց մինչ այդ ասելս մի երկու ֆրազա կուզեմ հիշել։ Մեր մեծերն էին ասում է մեկի երեսին թքում ես, մտածում Վարդավառի անձրևն է, կամ աղվեսը նստում մաշած ծառի, մաշած քոքով ծառի տակ, հովին գիտի իր պոչի հովնա, բայց այս մասով։ Երեք ինձ ճիշտ ասած անդրադարձել էր Ոմն Աշոտյան, ես ուզում եմ պարոն Սերժիկին ասել, որ կանչի մոտդ քո փայլուն բաներին, բացատրի եւ հետո Աշոտյան արա թող գնան, թե որ մենք ձեր ժամանակել կոնկրետ ես պայքարել եմ ու այնպես չի եղել, որ ոմանց նման սողացել եմ, պայքարել եմ Այն ժամանակ կար մի դրվագ, որ Երևանում հանրահավաք է լինում, դուրս էի գալիս տրից տենում եւ ոստիկանները կանգնած ջպտալով նայում են դեմքից, ասում են լավ տղեկ, ելեք եթանք, մինչեւ հանրահավաքը կավարտվի։ Այսինքն իրանք այդ բանը բերում հրամցնում են։ Հա, հիմա ասենք բուն թեմային կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հարգելի անդամ, ես մի անդամի տեխնացու ուզում եմ մի բանի վրա մենք ուշադրություն դարձնենք։ Օրինակ դուք պատկերացնում Չէ, ուզում եմ այս հարցին, որ գաք, եթե նպատակարար գտնեք, պատասխանեք։ Օրինակ մեկը ծակ կոշիկներով գա ինչ-որ տեղ, 200,000 դրամանոց դրամ ստանա աշխատավարձ, 4 տարի հետո դառնա միլիարդատեր, դա կաշառքա թե չէ։ Օրինակ ես կուզեմ այստեղ մի խնդիր միասին լուծենք, ես ասում եմ, որ մի կուսակցությունը, խմբակցությունը ընտրություններին փողաբաժանել ստոր շանտղա է, Եթե վստահ եմ ընդդիմությունն էլ է դրա հետ համաձայն, ժողովուրդը իրանք էլ որ ասեն, ժողովրդի հետ մի հատ էս խնդիրը լուծենք, հասկանանք, ժողովուրդը հասկանան, այդպես բան եղել է, թե չի եղել, բայց ինչ վերաբերում հա կներեք, այստեղ միտք հնչեց, որ ինչ որ ես պայքարում եմ կուսակցության դեմ, չգիտեմ ինչ, ես որից է կուսակցության դեմ անկեղծ ասած ազնապես չեմ պայքարում ու կոնկրետ չեմ թիրախավորում ինչ որ կուսակցություն, եթե ինչ որ հարց լինում է համեմատական տանելու մեր եւ ընդդիմության կամ խորհրդարանական ընդդիմության կամ արտախորհրդարանական ընդդիմության, ես ասում եմ այն, ինչ որ մտածում եմ ու իմ կյանքում ընդհանրապես ես ասում եմ այն, ինչ որ մտածում եմ։ Հիմա ես մի հատ բան եմ ուզում ստեղից ասել, ով ինչ ցանկանում Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին, Աստված տա իրիկունն էթա իր տունը տենա։ Լավ բանա ցանկանում, էթա լավ բան տենա, վատ բանա ցանկանում, էթա վատ բան տենա։ Ասում է բանը Առաջնորդի բառապաշարից են այստեղ խոսում, ճիշտ ասած հպարտ եմ, որ իմ առաջնորդը, քաղաքական առաջնորդը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլնա Փաշինյան, ով ունի հարուստ բառապաշար, բայց օրինակ ցավում եմ, որ ընդդիմությունը օրինակ պատկերացնում եք իրենց քաղաքական առաջնորդից բառապաշար վերցնի ու գայս ամբիոնից խոսի։ Ես անկեղծ եմ ասում, եթե մի 2-3% էլ հանրությունն, հասարակությունն ուզում է իրենց ընտրել, այդ էլ չի ընտրի։ Ասում է բանը, հա Պարոն Սերժիկին ուզում ասել հանրապետականի, ասենք, որ այդ տեքստը տալիս ես մարդկանց, ասում ես գնացեք այնտեղից կարդացեք, այստեղ 10 րոպե ժամանակ ունեն, գոնե տեքստը մի քիչ մեծ ու շատ գրեք, որ այդ ժամանակի մեջ էլ տեղավորեն, որ իրենց քաղաքական խոսքն էլ այնպես լինի, կամ գոնե ասեք մի երկու բառ էլ ձեզանից ասեք, թե չէ քաղաքական կշիռից են խոսում, քաշից են խոսում,
ախր այն ժամանակ, որ դու իշխանության էի, հանրապետականներ, ես այդ ժամանակ էլ քաշու կշիռ ունեի, այն որ ձեզ 2015 թվականին ձեր 13 տեխնացուի նորադուսում հաղթում էի, ես այդ կշիռն ունեի, գնացեք ոնց ուզում եք մտածեք, այն հենց էի հաղթում, որ օրինակ ձեր տեխնացուներից մեկը ձեզ պաշտպանող մարդկանց ով տեխնացու էր հետս 5 ձեներ տարել եկել հետս ավականի էր նստել, ես ես կասեմ, իսկ ինչ վերաբերվում է կոռուպցիային ու կոռուպցիայի հանձնաժողովին, ես ուզում եմ ասել, որ մենակ, ճիշտ հանդիմություն ասում մենակ մեզ եք ստուգում, ուզում եմ, որ մեզ էլ ստուգեք, մեզ, մեր հարևան, մեր բարեկամներին, ընկերներին, հարևաններին, չգիտեմ, տեսեք ով մեր հետ փող կապակցված է, տեսեք այս ընթացքում հարստացել եք, թե չէ, ու բանը, ասենք, հա, էլի գամ կասեմ հանրապետական ասում բանը, քաղաքական կշիռ, քաղաքական կշիռ ունեիք, ինչքան քաղաքական մորքուր, հորքուր, քերուկնի, կարեկակ, միացակ, իրար հետ խփվակ հազիվ մի քանի տոկոս ձայն հավաքեք, են մեր ընդունած օրենքով են որ շեմն էինք ցածրացրել, եկաք հայտնվակ ստեղ, հիմա եկել եք ստեղ քաղաքական կշիռից եք խոսում։ Արգելին դիմադիր գործընկերներ, ճիշտ ասած, իմ Այստեղ ելույթ ունենալ են մարդիկ, որոնք բան են անում, թե վիրավորական է, էսա ենա, ես ասում եմ իմ ելույթներն այստեղ համարժեք է, եթե տեղի ունենում քաղաքական ելույթ, որից է մեկը իրեն թույլ չի տա, որից է մեկին վիրավորի, բայց եթե տեղի ունենում վիրավորանքների մի շարք, միանշանակ պետք է համապատասխան արձագանք ստանա։ Ասում է բանը, ընտրությունները, ասում եմ, որ մենք իմպիչմենտ հայտարարենք, գնանք ընտրությունների, ես իմ չհամաձայնության կառավարություն ձևավորենք, չգիտեմ, էս անենք, այն անենք, ու սենց հայտարարում են ու գալում են լսումների, դուրսը մի 100 մարդ։ Մտածում էի, արժի այսօր ելույթ ունենալ թե ոչ, այնուամենայնիվ որոշում կայացրեցի խոսել եւ մեր հանրությանը եւս մեկ անգամ տեղեկացնել, թե ինչերի են ընդունակ մարդկանց այն խմբակները, որոնք այսօր հավաքված են սառեցված նախկին հոգեվորականի կողքին։ Երեկ առավոտվանից իմ հեռախոսահամարը սկսել է տարածվել տելեգրամյան ալիքներում, որից հետո մինչ այս պահը ես ստանում եմ զանգեր եւ հաղորդագրություններ, որոնց ամբողջ բովանդակությունը հայհոյանք, անեծք եւ սպառնալիք է իմ անձի, ընտանիքի, երեխաների հասցեին։ Բնավ տպավորություն չստեղծվի, որ այս ամենից ես վախեցել եմ կամ անգամ մտահոգվել։ Ուղղակի ինչպես իմ խոսքի սկզբում նշեցի, հարկ համարեցի եւս մեկ անգամ մեր քաղաքացիներին հիշեցնել, թե ովքեր են այսօր փողոցում պահանջում ընտրված վարչապետի հրաժարականը։ Չնայած նրան, որ այս անշարժ շարժման առաջնորդը նախկինում սրբազան է աշխատել, այս իշխանատենչ մասան չունի որևէ սրբություն։ Հակառակ դեպքում ոչ մի պարագայում բանական մարդը չի կարող անիծել, հայհոյել 7 տարեկան երեխայի։ Այստեղ ուզում եմ հրավիրել նաև մեր իրավապահ համակարգի ուշադրությունը։ Եվ խնդրում եմ իմ այս ելույթն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին։ Իսկ հիմա ուզում եմ դիմել Վազգեն Գալստանյանին։ Պարոն Գալստանյան, չեք հավատա, բայց ես ձեզ հասկանում եմ։ Հասկանում եմ, որ հանձնարարական ունեք մի մարդու կողմից, ում անունով դիմելու համար մեր երկրում տարիներ առաջ մարդ է սպանվել։ Դե բնական է, կվախենաք։ Երբեմն նաև կպատկերացնեք, թե ինչեր կարող են անել այդ նույն մարդիկ ձեզ հետ, ձեր առջև դրված առաջադրանքը չկատարելու դեպքում։ Եվ միգուցե այդ ծանր հոգեվիճակում ստիպված անում եք քայլեր, չգիտակցելով դրանց խղճուկ ու ճղճիմ լինելը։ Ինչ ասեմ, մի խորհուրդ կարող եմ տալ միայն։ Վստահ եմ գոնե հոգևորական աշխատած տարիներին տերունական աղոթքը սովորած կլինեք, ի տարբերություն շատերի։ Հաճախ աղոթեք, մեղքերի թողություն հայցեք Աստծուց։ Թե չէ փորձում եք մեզ վախեցնել, սպառնալ, բայց ինքներդ էլ քաջ գիտակցում եք, որ մենք որևէ դեպքում չենք վախենում, ընդհակառակը ավելի ենք ուժեղանում։ Խնայեք ձեր էներգիան ու ռեսուրսը, դա անձամբ ձեզ դեռ շատ է պետք գալու, երբ ավարտվի ձեզ տված ժամանակը եւ գա բացատրության պահը, ինչու չկարողացանք հաջողել վերտառությամբ։ Ինքներդ էլ գիտեք, որ ձեր ժամանակը ոչ մեկ